որտեվ եթե չկա անվտանգություն, սա խոսքը վերաբերում է ֆիզիկական անվտանգության մասին, հա, արտաքին սպառնալիքների, որը տվյալ դեպքում կարող է լինել Ադրբեջանի կողմից ուղղակիորեն, եւ որի ուղղությամբ դեռևս այդ վերջնական պայմանագիրը ամրագրված չէ, այդ անվտանգային խնդիրների կամ ավելի ճիշտ անվտանգության նկատմամբ սպառնալիքների կանխման ուղղությամբ ուղղակի անմիջական դեր ունեցել են եւ ունեն Եվրոմիության քաղաքացիական դիտորդները։ Սա փաստ է բոլոր։ Գնացեք բոլոր սահմանամերձ բնակավայրերի, ուրեմն բնակիչների հետ հանդիպեք, խոսեք եւ իրենք առավել քան իրենց առօրյա կյանքի վրա եւ կենսագործունեության վրա զգում են Եվրոմիության քաղաքացիական դիտորդների ներկայության, այդ առաքելության նշանակությունը արտաքին անվտանգության այդ սպառնալիքների կանխման հարցում։ Չնայած դրանք ուրեմն զինվորական ստորաբաժանումներ չեն, հետախուզական կառույցներ չեն, որի մասին նույն Ռուսաստանից, ամենաբարձր մակարդակով անգամ այդ արտգործնախարարի մակարդակով էին որակում, որ դրանք հետախուզական գործառույթներ են իրականացնում եւ այլն։ Այն պարագայում, երբ որ մինչ Եվրոմիության քաղաքացիական դիտորդների առաքելության ներգրավելը, այդտեղ ռուսական սահմանապահ զորքեր էին հենակետեր եւ որոնք մատը մատին չխփեցին, չտվեցին Ադրբեջանի կողմից զինված հարձակումները կանխելու ուղղությամբ։ Դե պարզ է, որ մենք այդ ռազմական կամ պաշտպանական ռեսուրսը այդ ժամանակ հատկապես չունեինք։